Բարի լույս սիրելի հայրենակիցներ, Reopen Media-ի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Re-News լրատվականը։ Գյումրիի քաղաքապետը ու ևս 7 պաշտոնյա ձերբակալվել են կաշառքի գործով, հրապարակվել է ձայնագրություն, հետո քաղաքապետի աջակիցները սկսել են քաղաքապետարան։ Սկսվել է հրմշտոց, մի քրեական գործ էլ հարուցվել է իրավապահների գործողություններին միջամտելու հոդվածով։ Քրեական ու քաղաքական հարթությունները նորից հատվել են, որովհետև մի կողմից կաշառք վերցնելու քրեական գործն էր, մյուս կողմից այն, որ Գյումրիի քաղաքապետն ընդդիմադիր է։ Ընտրվել է ընդամենը մի քանի ամիս առաջ եւ այդ ընդդիմությունն այդ փաստը շատ լուրջ հաջողություն էր համարել, որովհետև երկրի երկրորդ ամենամեծ քաղաքում հաջողվել էր հաղթել քաղաքացիական պայմանագրին։ Մերի Դանիելյանի ռեպորտաժը Գյումրիում նախօրեի բուռն զարգացումների մասին է։ Բերման է ենթարկվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Չնայած մի խումբ աջակիցներ քաղաքապետարանի դիմաց էին դա թույլ չտալու համար։ Վաղ առավոտից ուժայինները Գյումրու համայնքապետարանում քննչական գործողություններ էին իրականացնում։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի փաստական տվյալներ են ստացվել, որ Վարդան Ղուկասյանը կաշառք է պահանջել։ Կոմիտեն կից հրապարակել է նաև ձայնագրություն։ Ութ անձ ներառյալ Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Մինչև համայնքապետին հետնամուտքից բերման ենթարկելը լարված իրավիճակ էր Գյումրիի Վարդանանց հրապարակում։ Քաղաքացիներն ու կարմիր բերետավորները քաշքշում էին իրար։ Շատ վատ բան կատարվեց։ Հերթով այսպես տանում են բոլոր արդար մաքուր ծաղկեցնող մարդկանց։ Ես իրանց ցույց տվեցի, ասեցի նայեք, ամենափրկիչը, Սուրբ Նշան եկեղեցին, Վարդանանց արձանը, որ մեկը ասենք, քաղաքապետարանը, որ մեկը ասենք, ծաղկեցնող մարդուն կարելի է տանել։ Ճիշտ ասած, ես մեր բանը ասեմ, մենք ենք ընտրել մեր քաղաքապետին, մենք սիրում ենք, հարգում ենք, մեզ միշտ օգնել են միջև առեսօր ժողովրդին օգնելը։ Ին Նիկոլի երացը գործերն են ասիկ, ուրիշ ոչ մի բան։ Նիկոլը հենց քաղաքից դուրս է գալու ուրիշ երկրներ, սկսում է հապլաբը, դուք չեք զգացել, չեք նկատում, սիկ ինչ կկատարվի։ Ուրեմն ես իմ երկրից մեջ իրավունք չունիմ, ես նոր գնացել եմ սուրճ պետք է վերցնեմ, ես վախենամ կմոտ գնամ բանին։ Ընդեղ սուրճի տեղը, որովհետև փագել են տվել տեատրեն կոմից են փագել, գնացեք նայեք, փագ ասախ, սիկ ինչ կկատարվի, վերջը մարդ ենք։ Շոու էր ուղղակի եւս մեկ անգամ հայ ժողովրդին ցույց տալու իշխանության ուժը, գրգռելու, նվաստացնելու ժողովրդին, եթե կարողանական կորզնելիության կարիք, դա կարելի է անել ավելի պարկեշտ, ոչ թե սպես շոու կազմակերպել, էլի է ժամ բրդանք, որ շատ արուն չտապես։ Ոստիկանությունից հայտնում են, քննչական գործողությունների ընթացքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով 23 անձ է ձերբակալվել եւ տարվել համայնքային ոստիկանություն։ Ընդդիմադիր գործիչների խոսքով Գյումրու համայնքապետի ձերբակալությունը հատուկ է արվել, մեկուսացնելու այն գործիչներին, որոնք դեմ են այսօրվա իշխող ռեժիմին։ Լինի դա համայնքում, լինի հոգևոր դասի ներկայացուցիչներ, որոնք որևէ ազդեցություն կարող են ունենալ, իրենց խոսքով, իրենց գործունեությամբ, բնականաբար այդ բոլոր մարդկանց ինքը փորձում է մեկուսացնել։ Ցանկացած բան իշխանության կողմից արվում է սեփական վախերը քողարկելու համար, որովհետև իրենք էլ տարատեսակ հարցումներ են ստանում, իրենք էլ տարատեսակ խոսույթներ են լսում սովորական հասարակ ժողովրդի կողմից եւ իրենց օգոստոսի 8-ի այդ թղթի կտորին փաստ է, որ բնակչության մեծամասնությունը չի հավատում ու լուրջ չի ընդունում։ Իշխանական պատգամավորներն էլ ասում են, որ Վարդան Ղուկասյանը օրինակ է, թե ինչ է լինում պետության եւ ժողովրդի դեմ դուրս եկածների հետ։ Մինչև կալանավորումը բազմաթիվ քրեական գործեր կային նույն քաղաքապետի հետ առնչվող եւ իր շրջապատին առնչվող։ Հիմա այնպես ստացվեց, որ այսօր եկավ համընկավ այդ կալանավորումները, չգիտեմ, կալանավորումը թե ձերբակալությունը 6 ամիս եւ 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի։
Վարդան Ղուկասյանը Երևանի հակակոռուպցիոն կոմիտեում է։ Գյումրեցիները հայտարարել են, որ այստեղ եւս հավաքվելու են սատարելու իրենց համայնքի ղեկավարին։ Ըստ Գյումրու փոխքաղաքապետի, աշխատակազմն անժամկետ գործադուլ է հայտարարում։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Վարդան Ղուկասյանի պաշտպանն ասել է, որ նա իր մեղքը չի ընդունում նկարագրության մեծ մասը վերաբերում է 2024-ի դեկտեմբեր, 2025-ի փետրվար ամիսներին։ Այդ ժամանակ Վարդան Ղուկասյանը համայնքապետ չէր։ 6-ից 7 դրվագից միայն մեկն է վերաբերում Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին։ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի դատական լսումները ավարտվել են, գրեթե լուսադեմին որոշումը կհրապարակվի այսօր ժամը 9:45-ին, այս մասին հայտարարել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Հիշեցնեմ, որ Երևանից հակակոռուպցիոն դատարանը քննում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը։ Այն մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Գյումրիում կատարվողը տեղի ունենում իշխանություն եկեղեցիի առճակատմանը զուգահեռ իշխանությունը պնդում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հրաժարական տա, որովհետև իր ենթակայության տակ գտնվող հոգևորականներին հարկադրել է մասնակցել Փաշինյանի դեմ ցույցերի։ Ընդդիմությունն էլ տեղի ունեցողը որակում է Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջների իրականացում, ճնշել եկեղեցուն որպես միակ ինստիտուտի, որը միջազգային հարթակներում դեռ խոսում է Արցախի ու արցախցիների մասին։ Եվ ահա ընդդիմադիր մեր ձևով շարժումը, որը ստեղծվեց Սամվել Կարապետյանի հայտնի արտահայտությունից հետո, որի համար նրան մինչև հիմա կալանքի տակ են պահում, նախաձեռնել է այց Մայր այդ հոր ի աջակցություն եկեղեցու, խոսել է նաև կաթողիկոսը։ Էջմիածին ուխտագնացություն էին կազմակերպել քաղաքական ու հասարակական դեմքերը մեր ձևով շարժման գլխավորությամբ իրենց աջակցությունը հայտնելու ամենայն հայոց կաթողիկոսին լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալին։ Վերջին զարգացումներից հետո կանխատեսումներ կան, որ 3 թեմակալ առաջնորդներից հետո հաջորդը կաթողիկոսին են ձերբակալելու։ Այսօր եկել ենք ուխտի եւ այս մեր ուխտով եւս մեկ անգամ ուզում ենք ցույց տալ, որ հայ ազգը կանգնած է եկեղեցու կողքին, հայ ազգը կանգնած է Մայր Աթոռի կողքին եւ թող X մարդիկ հստակ տեսնեն, որ մենք մեր Սուրբ եկեղեցու կողքին ենք եղել, կանք եւ լինելու ենք մեր եկեղեցու կողքին։ Ուրբաթ հրապարակվեց մի սկանդալային ձայնագրություն հեռախոսազանգ Նաթան Սրբազանի ու կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան Աբեղայի միջև։ Աբեղան գանգատվում էր, թե կաթողիկոսը իրեն հորդորել է գնալ հակաիշխանական ցույցերին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ցույցերին մասնակցել հարկադրելու մեղադրանքով մինչ այդ կալանավորվել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, Կարեգին վեհափառի քրոջորդին։ Մայր տաճարի մոտ հավաքված ուխտավորները ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորել են ծափերով ու վանկարկումներով։ Աղոթքներով եւ ուղերձով է դիմավորել Գարեգին II հայրապետը հավատացյալներին։ Մեր սրտերը ծանրացած են տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումներով եւ կեղծ ու շինծու մեղադրանքներով կալանավորվել Միքայել Բագրատ Մկրտիչ Սրբազանները Սամվել Կարապետյանը, ասել է Գարեգին II կաթողիկոսը վստահեցնելով, որ բոլոր փորձությունների պարագայում հայ եկեղեցին անսասան կմնա։ Մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հավատավոր մեր ժողովրդով եւ նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը, հետանուն լինելով նաև մեր ազգի եւ հայրենիքի շահերի պաշտպանության։ Մեր կոչն է ամեն զավակներին ամուր մնա, չտկարանա, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ առաքելապատվել քաջությամբ, թե Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ զգացության։ Տարածված ձայնագրությունն ակտիվ քննարկում են իշխանականները, ասում են հոգևորականին ոչ միայն դրդում են մասնակցել ցույցի, այլև աշխատանքային վատ պայմաններ են ստեղծում չընթարկվելու դեպքում։ Բոլորը Հայաստան բոլորը գիտեն, որ կտրիչ ուխտազանց է, որ Գարեգին B
Քոչարյանը սերը ուխտազանցա, բոլորը դա գիտեն, բոլորը գիտեն, որ իր մեջ առանձնապես ինքը տոգորված չի աստվածաբանությամբ, չգիտեմ, սրբությամբ, հավատքը իրան այդքան չի հետաքրում, որովհետև եթե հետաքրեր, չգիտեմ, Քոչարյանն ավելի շատ չէր սիրի, քան մյուսներին, որովհետև պարզվեց այդքան էլ հավատացյալ չի, այսքան եւ այսպես շարունակ։ Բոլորը սա գիտեն։ Բայց բոլորը այս մի կողմ են թողում ու ասենց այդ սրբի բանը հակնում են, ինչա կոչվում դա, սրբի դիմակարի հա, դիմակը հակնում են, քողը, սրբի քողը քաշում են գլխներին։ Այս հակա եկեղեցական Փաշինյանը Քննչական կոմիտե աղմկահարույց ձայնագրության մասին հաղորդում է ներկայացվել, նախնական տվյալներով մեղադրյալ դեռ չկա։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Եվ այս բուրըն իրադարձությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը գնացել է Վատիկան ու հանդիպել Հռոմի պապի հետ։ Փաշինյանը Վատիկան մեկնել է մի շատ յուրահատուկ արարողության մասնակցելու համար։ Կաթոլիկ եկեղեցին սրբադասել է հայոց ցեղասպանության ժամանակ տանջամահ արված հայ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին ու ևս 6 երանելիների։ Արքեպիսկոպոսին սպանելուց առաջ թուրքերը պահանջել են իսլամ ընդունել, նա էլ հրաժարվել է, ենթարկվել կտանքների ու գնդակահարվել 1915-ին։ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Լևոն 14-րդ պապի հանդիսապետությամբ սրբերի շարքը դասվեցին արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը ու ևս 6 երանելիներ։ Պատմական իրադարձությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողության ընթացքում մի պատիվ հայ սրբազանի հնչել է նաև հայերեն աղոթք։ Թողան միշտ անսասան բահե հավատքի թավանանքը։ Յուրաքանչյուր մարդու ավետ է փրկության ավետարանը և բոլորը առաջնորդ է թեպի այն հույսը, որ չի հիասթափեցներ։ Իգնատիոս Սրբազանը, որը ծնվել է Օսմանյան կայսրությունում, 19-րդ դարավերջին 27 տարեկանում ձեռնադրվել է հոգևորական, անդամագրվել Զմառի պատրիարքական կղերական միաբանությանը, ստանալով Իգնատիոս անունը։ 1915 թվականի ապրիլի 30-ին հայոց ցեղասպանության օրերին թուրք զինվորները շրջափակում են Մարտինի հայ կաթողիկե առաջնորդարանն ու եկեղեցին, զենքի թաքստոց փնտրելու պատրվակով։ Այս դեպքերից մեկ ամիս անց արքեպիսկոպոս Մալոյանը 27 այլ հայ կաթողիկե երևելիների իսկ հաջորդ օրը նաև մյուս հոգևորականների ու բազմաթիվ հավատացյալների հետ ձերբակալվում է։ Սա մեծ տոն է հայ եկեղեցու համար։ Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Իգնատիոս Մալոյանը իր կյանքը տվեց իր ժողովրդին, իր համայնքի համար։ Բանտում Մարտինի ոստիկանապետ Մահմուդ Բեյը պահանջում է, որ արքեպիսկոպոսը ուրանա քրիստոնեությունը եւ իսլամ ընդունի։ Մերժումից հետո սրբազանին կտանքների են ենթարկում, փայտով հարվածում ոտքերին, քաշում եղունգները։ Իբադի Սուրբ Երրորդության, կաթողիկե հավատքի բարձրացումին եւ քրիստոնեական կյանքի աճումին համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ Պետրոս եւ Պողոս Սուրբ առաքյալներու եւ մեր հեղինակությամբ աստվածային օգնությամբ բաճշաճ խորհրդակցութեն է եւ հաճախակի աղոթքները յետք, ինչպես նաեւ մեր եղբայր եպիսկոպոսներեն շատերու խորհուրդը խնդրել է հետո, մենք կհայտարարենք եւ կսահմանենք, որ հիշյալ երանելիները որպես սուրբեր Հունիսի 10-ի գիշերը մոտ 450 հայի, այդ թվում արքեպիսկոպոսի եւ այլ հոգևորականների շղթայակապ քշում են դեպի անապատ։ Ճանապարհին նա քաջալերում էր իր հոտին, լսում նրանց խոստովանությունները, գիտեր դա մահվան երթ է։ Շեյխանի քարանձավների մոտ Մահմուդ Բեյը մի վերջին անգամ Մալոյանից պահանջում է կրոնափոխ լինել ու էլի մերժվում։ Պատասխանից կատաղած Մահմուդ Բեյին անձամբ կրակում սպանում է արքեպիսկոպոսին։ Մոտ 1 դար անց 2001-ին Հռոմի սրբազան քահանայապետ Հովանես Պողոս II Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանին հանդիսավոր արարողությամբ դասել էր երանելիների շարքը։ 11 հունիս թվականին Հիսուսի Սուրբ Դոնին օրը սպանվեցավ, մինչև վերջ թիմադրելով վճռականորեն իր հավատքը։ Արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ։ Վերջինս ընդգծել է Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները, հատկապես կարևորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերն այդ կապերի խորացման գործում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։
Ըստ կառավարության տարածած հաղորդագրության քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։ Գուցե նաև Բաքվում պահվող մեր գերիներին, որոնց լիակատար մեկուսացնելու համար Ալիևը նույնիսկ կարմիր խաչին է երկրից դուրս հանել, որ հայերին ընդհանրապես ոչ ոք չայցելի։ Բաքվում ընթանում են դատավարություններ, որոնք ավելի շատ նման են հայ ժողովրդից վրեժ լուծելու սեանսների։ Եվ ահա մեր գերիներին օգնելու նպատակով միջազգային իրավունքի հայտնի փորձագետ ֆրանսահայ Ռաֆի Ֆիլիպ Գալֆայանը հանդես է եկել միջազգային փաստահավաք առաքելություն ձևավորելու նախաձեռնությամբ եւ այդ մասին պատմել է մեր ֆրանսալեզու թողարկումների հեղինակ Հասմիկ Արաքելյանին։ Միջազգային իրավունքի մակարդակով միակ բավականաչափ հզոր մարմինը, որը կարող է Բաքվին ստիպել հայ գերիներին ազատ արձակել, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է։ Այն միակն է, որ կարող է իրական պատժամիջոցներ կիրառել պետության դեմ, գլխավոր ասամբլեայի բանաձևերը կամ իր իսկ բանաձևերը չկատարելու համար։ Բայց դա տեղի չի ունենա, քանի Հայաստանի կառավարությունը պաշտոնապես չի դիմել։ Այս համոզմունքն ունի ֆրանսահայ հեղինակավոր իրավաբան Ֆիլիպ Ռաֆի Գալֆայանը, որը միջազգային բարձր ատյաններ զբաղվում է Ադրբեջանում գտնվող գերիների ազատության հարցերով։ Անվտանգության խորհրդին կարելի է դիմել երկու եղանակով, կամ գլխավոր ասամբլեան է մեծամասնության որոշում եւ անվտանգության խորհրդից պահանջում զբաղվել հայ պատանդների հարցով, կամ խորհրդի անդամ պետություններից մեկն է այդ հարցը բարձրացնում։ Ինչպես գիտեք, անվտանգության խորհուրդն ունի 15 անդամ, որոնցից 5-ը մշտական են։ Դրանք են ԱՄՆ-ն, Հուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան։ Նրանք նաև վետոյի իրավունք ունեն։ Այսօր բավականաչափ պայմաններ չկան գլխավոր ասամբլեայում, քանի որ նախ Հայաստանը չի կարող մեծամասնության ձայներն ապահովել, եւ համենայն դեպս նա որևէ պահանջ ներկայացնելու մտադրություն էլ չունի, առավել եւս անվտանգության խորհրդում։ Այսպիսով, այս տարբերակի մասին մոռանանք, քանի որ այն իրատեսական չէ։ Ֆրանսահայ իրավապաշտպանը ձեռքերը ծալած չի նստում։ Նա այս տարվա սկզբից ԵԱՀԿ-ում գործընթաց է սկսել, որ միջկառավարական կազմակերպությանը դրդի վերահսկողություն եւ դիտորդություն իրականացնել Ադրբեջանում հայ գերիների դատավարություններին։ Իմ նախաձեռնած գաղափարն այն էր, որ մենք դիմենք այսպես կոչված Մոսկվայի մեխանիզմին, որը ԵԱՀԿ-ի նախատեսած գործիք է եւ թույլ է տալիս գործարկել միջազգային փաստահավաք առաքելություն, բաղկացած 3 փորձագետներից, որոնք ընտրվում են ԵԱՀԿ-ում հավատարմագրված փորձագետների ցուցակից եւ նպատակաուղղված են հետաքննել այն հարցերը, որոնք նախապես սահմանում են ԵԱՀԿ անդամ պետությունները։ Մենք անդամ պետություններին առաջարկել ենք, որ այդ հետաքննությունը կենտրոնանա ընդհանուր առմամբ Ադրբեջանում քաղաքական նկատառումներով ձերբակալման, կալանքի եւ դատավարության պայմանների վրա, հատուկ ուշադրության արժանացնելով հայ գերիներին, քանի որ մենք ընդգծել ենք հայ գերիների դեպքում կա նաեւ ազգային պատկանելության հիմքով խտրական վերաբերմունք։ Թեև Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը պնդում են, որ իրենք զբաղվում են գերիների ազատ արձակմամբ, սակայն միջազգային իրավունքի փորձագետ Գալֆայանը գործնականում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումներում այլ բան է տեսնում։ Պարզվում է, Հայաստանի դիվանագետները որևէ պահանջ չեն ներկայացրել։ Իրավական լուրջ նախաձեռնությունների ճանապարհին Ռաֆի Գալֆայանն ու իր թիմը այսպիսի խնդիրների են բախվում, քանի որ մի շարք դեսպաններ հակադարձում են, թե չեն կարող քայլեր նախաձեռնել։ Հայաստանը չի դիմել իրենց։ Չնայած այս խոչընդոտներին, մեր ներկայությունը, մեր բանավոր ելույթները, դիվանագիտական մարմինների հետ ունեցած մեր հանդիպումները ցույց են տալիս, որ մենք կանք եւ որ ԵԱՀԿ-ն պետք է քննարկի այս խնդիրը։ Այդպիսով, մենք ԵԱՀԿ-ին եւ նրա բոլոր անդամներին հիշեցնում ենք այս հարցում իրենց պարտավորությունների մասին, քանի որ ԵԱՀԿ-ն ի սկզբանե զուտ դիվանագիտական կառույց չէ։ Այն ստեղծվել է հարգելու եւ պաշտպանելու այն իրավունքները, որոնք սահմանված են Հելսինկյան սկզբունքների հիման վրա։ Սա փաստորեն բոլոր անդամ պետություններին կարգի հրավիրելու եւ Հելսինկյան սկզբունքները հիշեցնելու միջոց է։ Երկրորդ, մեր այս քայլը ստիպում է եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի կառավարություններին դուրս գալ իրենց խրամատներից։ Մենք բավականի պարադոքսալ իրավիճակի ենք հասել, երբ քաղաքացիական հասարակությունն է կարգի հրավիրում այս բոլոր կառավարություններին, ներառյալ Ադրբեջանի եւ Հայաստանի։
Ռաֆի Գալֆայանը մատնանշում է Վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնագիրը, որտեղ գերիների մասին որևէ կետ չկա, եւ հավելում է. Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով արդարադատության միջազգային դատարանի որոշումները միակ հաղթանակն էին, որ Հայաստանը ձեռք է բերել, միակը իրավադիվանագիտական հարթությունում, եւ Հայաստանը դրանից հրաժարվեց, այդ հաղթանակը զոհաբերելով հանուն միանգամայն կասկածելի խաղաղության։ Գալֆայանը կոչ է անում Սփյուռքի եւ Հայաստանի հայերին գիտակցել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Ղարաբաղի նախկին ղեկավարների հետ, կարող է վաղը տեղի ունենալ Հայաստանի քաղաքացիների հետ։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։ Երևան-Թբիլիսի ուղևորափոխադրողները բախվել են շատ լուրջ խնդրի, Վրաստանում սկսել են տուգանել Երևանից եկողներին։ Ընդ որում տուգանքները հսկայական են, Վրաստանում կանոններ են փոխվել, բայց Հայաստանից եկող ուղևորափոխադրողներին ոչ ոք չի տեղեկացրել։ Ով եւ ինչու է նոր փորձանքի մեջ գցել նրանց ու ինչ անել, փորձել է հասկանալ մեր վրացերեն թողարկումների հեղինակ Աննա Թանդարյանը։ Երևան-Թբիլիսի ուղևորափոխադրումներ իրականացնողները նոր խնդիրների են բախվում։ Չնայած հուլիսի 1-ից ուղևորների պարտադիր անվանացանքի վերաբերյալ փոփոխությունների պատշաճ կատարման ուղևորափոխադրողներին Վրաստանի տարածքում տուգանում են։ Որոշներին վերջնակետում ուղևոր իջեցնելուց, ոմանց էլ սահմանն անցնելուն պես։ Տուգանքի կտրոնում պատճառը նշվում է ուղևորափոխադրման արտոնագրի բացակայությունը։ Նշված խնդրի վերաբերյալ բարձրաձայնել է Go-To ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության ղեկավար Արտյոմ Ասրյանը։ Ամսի 17-ին օրվա երկրորդ կես սկսում են ակտիվ հայկական մեքենաները կանգնացնել, տուգանել։ Երբ որ ես իմանում եմ այդ ինֆորմացիան, ուղղակի մեր վարորդներին ասում եմ ուղևոր մի վեշտեք Վրաստանից, մենակ մեծ տեիստ տարածքները տարեք, ժողովրդին իջացնեք, հետ եկեք դատարկ։ Ընթացքում պատմում է, որ դատարկ հետ գալու ժամանակ է դելի նույն ձև կանգնեցնում են, տուգանում են 5000 լարի, ու մոտ 750,000 են դրա մոտ։ Փորձեցի ճշտում կատարել այլ կազմակերպությունների հետ հասկանալու համար ինչա կատարվում։ Նույն վիճակը բոլորի մոտ է, անխտիր բոլորի։ Խնդրին բախվել են նաև Երևան-Թբիլիսի ուղևորափոխադրումներ իրականացնող այլ ընկերություններ եւ յուրաքանչյուրի 4-ից 5-ական մեքենա տուգանվել է, ապա գտել են այլընտրանքային ճանապարհներ, ժամանակավոր շրջանցելու նոր կարգավորումները։ Նույն երթուղին սպասարկող Էժան տրանսպորտ ընկերությունից ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ ուղևորացանկի բացակայության պարագայում վրացական կողմը երկիր մուտք չի թողնում Հայաստանից ժամանած մեքենաները, սակայն այս դեպքում սահմանին չեն զգուշացնում, թողնում են մուտք գործեն երկիր եւ ապա վերջնական կանգառում տուգանում։ Ասրյանն էլ պատմում է, որ իրենց մեքենաներին տարբեր տեղերում են տուգանել։ Առաջի դեպքը եղել է մեր կանգառում հիմնական որտեղ որ մենք կանգնում ենք Սամգորի մետրոն է։ Սամգորի մետրոյում ուղևորը իջացնելու պահին մոտեցել են մեքենային տուգանել են։ Երկրորդ դեպքն եղել է իրանց ավտոկայանից ուղևոր վերցնելու պահին։ Երրորդ դեպքն եղել է Հայաստանից սահմանը դեպի իրանց ուղղությամբ անցնելուց։ Տուգանումը պարզվում է պայմանավորված չէ նոր փոփոխությամբ, վրացական կողմը միայն նոր է սկսել կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առկա հոդվածը, ինչպես նաև երկրների միջև կամ դրանց տարածքով միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների համապատասխան թույլտվության վերաբերյալ որոշումը Վրաստանի պետական եկամուտների ծառայության էջում հրապարակված է դեռևս 2020 թվականին։ Տեղական կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման եւ թույլտվությունների վարչության պետ Պապին Գալստյանն էլ նշում է, որ տեղյակ են խնդրից, առաջիկայում կհանդիպեն ուղևորափոխադրողների հետ։ Այս բանի որևէ տեղեկություն դեռ չկա, իսկ տուգանվել են այն վարորդները, որոնք որ փոխադրման իրավունք չեն ունեցել։ Այն ժամանակ ուղղակի ուշադրություն դարձել կամ խստացրել են, ամեն դեպքում ոչ մի բան չի փոխվել, սկսել են դրան ուշադրություն դարձնել։ Ուղևորափոխադրող մեր զրուցակիցները նշում են, որ երբևէ չեն բախվել նման խնդրի եւ այն իր մասշտաբով աննախադեպ է։ Ուստի ակնկալում են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների արագ արձագանքը։ Հակառակ դեպքում ամեն օր 2-ից 3 միլիոն դրամ տուգանվելով ընդամենը 15-20 օր անց Երևան-Թբիլիսի բոլոր ուղևորափոխադրողները շատ ծանր վիճակում կհայտնվեն։ Իսկ փոխադրումներ դադարեցնելն այս փուլում, երբ վրաց զբոսաշրջիկների աննախադեպ հոսք կա դեպի Հայաստան, մեծապես կվնասի այդ ընկերություններին մասնավորապես եւ տնտեսությանն ընդհանրապես։ Աննա Թանդարյան, Reopen Media։
Անդրադառնանք միջազգային լրահոսին, այստեղ բոլորը սպասում են Պուտին-Թրամփ նոր հանդիպմանը Բուդապեշտում, որը կարող է տեղի ունենալ մինչև այս ամսվա վերջը։ 3 օրից բանակցելու են Լավրովն ու Ռուբիոն։ Թրամփը մտադիր է Ուկրաինային գերժամանակակից հրթիռներ տալու խոստումով Պուտինին դրդել գնալ զիջումների, բայց միևնույն ժամանակ տեղեկություններ կան, որ ամերիկացիները ճնշում են նաև Զելենսկիին, պահանջելով դուրս գալ Դոնեցկի դեռ ուկրաինական մնացած հատվածներից։ Այսինքն Սպիտակ տունը փորձում է երկուսին էլ ճնշել ու երկուսին էլ կայթակղել, սակայն կա մի հանգամանք, որն ամեն ինչ ավելի է բարդացնում։ Բուդապեշտ Ռուսաստանի նախագահը կարող է իհարկե գնալ, բայց օդանավն անցնելու է ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների օդային տարածքով։ Երկրների, որոնք պարտավորություն են ստանձնել ձերբակալել Ռուսաստանի նախագահին։ Իդեպ սա հենց Հունգարիային էլ վերաբերվում է, որտեղից էլ սակայն վստահեցրել են, որ այդպիսի քայլի իհարկե չեն գնա։ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի Վաշինգտոն կատարած այցի նպատակը Թոմահաուք հրթիռներ ստանալն էր, սակայն նրա այցը ստվերվեց միանգամից մի քանի անբարենպաստ հանգամանքներով։ Ուկրաինայի նախագահին ամերիկյան կողմից պաշտոնապես որևէ մեկը չէր դիմավորել, իսկ Սպիտակ տանը նախատեսած հանդիպումը կրում էր ոչ պաշտոնական բնույթ, կազմակերպվելով կառավարության նիստերի դահլիճում, այլ ոչ թե օվալաձև աշխատասենյակում, ինչպես ընդունված է նման մակարդակի այցերի դեպքում։ Փիթեքսետն էլ կրում էր Ռուսաստանի դրոշի գույներով փողկապ։ Սպիտակ տանը հանդիպումից հետո Զելենսկին ստիպված եղավ լրագրողների հետ զրուցել շենքից դուրս։ Զելենսկիի առաքելության հեռանկարները էլ ավելի մթագնեցին, երբ նրա այցից ընդամենը 1 օր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարեց Բուդապեշտում Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին։ Այս անսպասելի հայտարարությունը երկրորդ պլան մղեց Զելենսկիի սպառազինություն ստանալու ջանքերը։ Մենք կարևոր հեռախոսազրույց ունեցանք, ինչպես գիտեք, նախագահ Պուտինի հետ, եւ մենք դրա մասին կխոսենք։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին շատ բաների է դիմացել։ Նկատի ունեմ, նա իսկապես դիմացել է, եւ մենք նրա հետ միասին ենք դիմացել։ Անկեղծ ասած, սա երկար ժամանակ է տևել, եւ կարծում եմ, մենք մեծ առաջընթաց ենք գրանցում։ Պուտինի հետ գագաթնաժողովի որոշման մասին Թրամփը հայտնել էր ռուս պաշտոնակցի հետ ունեցած ավելի քան 2 ժամ տևողությամբ հեռախոսազրույցից հետո։ Թրամփի նման որոշումը կասկածի տակ է դնում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները, հատկապես այն բանից հետո, երբ նա ներկայացրեց իր տեսլական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Թողեք իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա։ Ուկրաինան արդեն իսկ բաժանված է։ Կարծում եմ, տարածքների 78%-ը, որ ուզում էր գրավել, Ռուսաստանն արդեն իսկ գրավել է։ Թողեք ամեն ինչ այնպես, ինչպես հիմա կա։ Նրանք կարող են ավելի ուշ ինչ-որ բանի շուրջ բանակցել, բայց ես ասել եմ, գիծը քաշել եւ կանգ առնել շփման գծի վրա։ Վերադարձեք տուն, դադարեցրեք կռվելը, դադարեցրեք մարդկանց սպանելը։ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշմանը եւ տարածքային զիջումների հեռանկարին անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, նշելով բանակցային գործընթացի հիմնական բարդությունը։ Կարծում եմ նախագահը հասկանում է, որ ցանկացած բանակցություններում անկախ դրանց ձևաչափից ամենաբարդ հարցը լինելու է տարածքայինը։ Ցավոք, խոսքն Ուկրաինայի տարածքի մասին է։ Վաշինգտոնում տեղի ունեցած այս զարգացումների ֆոնին Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինայի ապագան կախված է ոչ թե Միացյալ Նահանգների դիրքորոշումից, այլ եվրոպական միասնությունից։ Ես երբեք չեմ հոգնի կրկնելուց, որ խաղաղության բանալին գտնվում է եվրոպական հողի վրա։ Այն Միացյալ Նահանգներում չէ, այն Եվրոպայում է։ Ուստի Եվրոպան բացարձակապես վճռորոշ է, եւ քանի դեռ Ուկրաինան եւ Եվրոպայի մնացած մասը միասնական են, ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ նախագահ Պուտինը չեն կարողանա նրանց կոտրել, բայց նրանք պետք է միասնական լինեն եւ հենց դա էլ արել է Զելենսկին նախագահ Թրամփի հետ իր հանդիպումից հետո զանգահարելով իր գործընկերներին։ Դիվանագիտական քննարկումներին զուգահեռ ռազմաճակատում շարունակվում են թեժ մարտերը։ Ռուսաստանը հայտնում է նոր տարածքներ գրավելու, իսկ Ուկրաինան Ղրիմում ռուսական թիրախներին հաջող հարվածներ հասցնելու մասին։ Կրեմլից հանդես են եկել անսպասելի առաջարկով կառուցել Պուտին-Թրամփ երկաթուղային թունել Բերինգի նեղուցի տակ։ Ըստ աղբյուրի այն կկապի երկու երկրները, կխթանի բնական ռեսուրսների համատեղ յուրացմանը եւ կխորհրդանշի միասնությունը։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն Մեդիա։ Դոնալդ Թրամփը մի կողմից փորձում է պատերազմներ դադարեցնել, մյուս կողմից բախվում է շատ լուրջ բողոքի ալիքի երկրի ներսում։ Միլիոնավոր լիբերալներ նրան մեղադրում են ժողովրդավարությունը խարխրելու մեջ ու դուրս են եկել փողոցներ բողոքի ցույցերի։ Թրամփի իշխանության ու ընդդիմության միջև լարվածությունը միշտ էլ բարձր է եղել, բայց ժամանակի ընթացքում այն ավելի է սրվել եւ հիմա էլ հասել է այս մակարդակին։ Ոչ թագավորներին,
Այս կարգախոսով են միլիոնավոր մարդիկ դուրս եկել փողոց ոչ միայն Ամերիկայի, այլև աշխարհի շատ այլ քաղաքներում։ Բողոքում են նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ։ Ավելի քան 2600 բողոքի ցույց է եղել, որը վերջին տարիների ամենախոշոր ընդվզումն է։ Վաշինգտոնում, որտեղ հավաքվել էին հազարավոր ցուցարարներ, սենատոր Բեռնի Սանդերսը մեղադրել է Թրամփին քաղաքականության մեջ օլիգարխներին ներքաշելու համար։ Այսօր Ամերիկայի պատմության այս վտանգավոր պահին մեր ուղերձը հստակ է։ Ոչ, պարոն Թրամփ, մենք չենք ցանկանում, որ դուք կամ որևէ այլ թագավոր կառավարեք մեզ։ Մեկ այլ սենատոր մեղադրել է Թրամփին ժողովրդավարական ինստիտուտները հիմքից քայքայելու համար։ Թրամփը քայլ առ քայլ ոչնչացնում է այն ամենը, ինչ պահպանում է մեր ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, արդար ընտրությունները, անկախ լրատվամիջոցները, խաղաղ բողոքի իրավունքը։ Բողոքի ալիքի հիմքում մի շարք վիճահարույց քայլեր են՝ միգրացիոն պայմանների խստացում, քաղաքական հակառակորդների դեմ քրեական հետապնդումներ եւ դեմոկրատների ղեկավարած քաղաքներում ազգային գվարդիայի տեղակայում։ Հենց այս վերջին քայլն էր, որ հակառակորդների ամենախիստ քննադատության է ենթարկվեց։ Ցուցարարները պնդում են, որ նման քայլերը ոչ թե օրինականության հաստատման, այլ ավտորիտարիզմի դրսևորում են։ Ոչ թագավորներին ակցիա նշանակում է, որ մենք ունենք այսպես կոչված նախագահ, որն իրեն պահում է ինչպես միահեծան կառավարիչ։ Նա պատժում է բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս իր դեմ։ Նա վախ է սերմանում թե Սպիտակ տանը, թե մեր թաղամասերում, եւ նրա քաղաքականությունը բռնապետության մասին է։ Ես ցանկանում եմ տեսնել մի նախագահի, որը նազանդվում է սահմանադրությանը, հարգում է մարդկանց, գնահատում է բազմակարծությունը, իսկ նա անկեղծ ասած կռվազան է, եւ մենք պետք է դիմակայենք կռվարարին։ Ցույցերից մեկ օր անց Fox News-ի հետ հարցազրույցում Թրամփը արձագանքել է իր դեմ ցույցերին, հերքել միապետի հավակնությունները։ Ոչ, գիտեք, նրանք ասում են, որ ինձ որպես թագավոր եմ ներկայացնում, բայց ես թագավոր չեմ։ Եվ այս ֆոնին փոխնախագահ Ջեյդի Վենսը հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ թագ եւ արքայական պատվանշաններ կրող Թրամփի առջև զնգի են գալիս դեմոկրատ քաղաքական գործիչները։ Թրամփն ինքն էլ ավելի վաղ հրապարակել էր արհեստական բանականությամբ ստեղծված հոլովակ, որտեղ նա կործանիչից ցեխով է ռմբակոծում ցուցարարներին։ Մինչ երկրի ներսում ընթանում է այս բուրըն առճակատումը, Թրամփի վարչակազմը ոչ պակաս կոշտ քաղաքականություն է վարում նաեւ Լատինական Ամերիկայի ուղղությամբ։ Թիրախների շարքում Վենեսուելային գումարվել է Կոլումբիան։ Թրամփը Truth Social-ում Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոին անվանել է անօրինական թմրամիջոցների առաջնորդ եւ սպառնացել փակել մահվան դաշտերը, եթե Պետրոն ինքը դա չանի։ Այս սպառնալիքը հնչում է Միացյալ Նահանգների կողմից Կարիբյան ավազանում իբր թմրանյութեր տեղափոխող հերթական նավի ոչնչացումից հետո, որի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Կոլումբիայի նախագահը պնդում է, որ ամերիկացիները ձկնորսական նավի են հարվածել եւ համեստ ձկնոր սպանել։ Թրամփն ինքը պնդում է, թե Սուզանավ է խորտակել։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Փարիզում իսկական թրիլեր է ծավալվել հոլիվուդյան սցենարով, բանվորների շորերով գողերը մտել են Լուվր ու հափշտակել անգին գանձեր։ Թե ինչպես է հաջողվել մտնել աշխարհի ամենապաշտպանված թանգարանը, հնարամտության ինչպիսի որակներ են ունեցել չարագործները, ապշեցրել է բոլորին, նույնիսկ ֆրանսիացի իրավապահներին։ Լուվրից գողություններ նախկինում ևս կատարվել են, բայց այս մեկն իր հանդգնությամբ հավակնում է դառնալ բացառիկ դեպք։ Փարիզն արթնացավ հերթական ցնցումներից։ Հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան մի խումբ դիմակավորված գողեր բառացիորեն վայրէջք կատարեցին Լուվրի վրա։ Կռունկի օգնությամբ նրանք ներխուժեցին աշխարհի ամենահայտնի թանգարան եւ ընդամենը մի քանի րոպեում հափշտակեցին ֆրանսիական վերջին կայսերական ընտանիքի անգին թագավորական զարդերի հավաքածուի մի մասը։ Մի քանի րոպե եւ պատմությունը կրկնվեց։ Ֆրանսիայի մշակութային սրբությունները կրկին անպաշտպան էին։ Լուվրում կատարված գողությունը հարձակում է մի ժառանգության վրա, որը մենք փայփայում ենք, քանզի այն մեր պատմությունն է։ Մենք կգտնենք գործերը եւ հանցագործները կենթարկվեն պատասխանատվության։ Ամեն ինչ արվում է դրան հասնելու համար։ Փարիզի դատախազության ղեկավարությամբ։ Լուվրի նոր վերածնունդ նախագիծը, որը մեկնարկել են հունվարին, նախատեսում է ուժեղացված անվտանգություն։ Այն կլինի մեր հիշողությունն ու մշակույթը կազմող ամեն ինչի պահպանման ու պաշտպանության երաշխավորը։ Գողությունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 9:30, երբ թանգարանը նոր էր բացվում այցելուների համար։ 4-5 հոգուց բաղկացած դիմակավորված խումբը, որոնցից ոմանք քողարկվել էին շինարարական աշխատողների բաճկոններով, օգտագործել են վերամբարձ կռունկ Սենագետի կողմից, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Նրանք կոտրել էին առաջին հարկի Ապոլոնի դահլիճի տանիքի պատուհանը, ապա ներթափանցել ցուցասրահ։ Գողերն օգտագործել են կռունկ, ապա կոտրել են ցուցափեղկերը։ Քրեական հետախուզության բաժինը ենթադրում է, որ գողությունը պատվիրված է եղել։ Այս ենթադրությանը նպաստում է փաստը, որ գողերը չեն արգրավել թանգարանի մյուս անկին նմուշները $60 միլիոն արժողությամբ։
Մինչև ժամը 10 հանցագործները հասցրել են գողանալ 9 թանկարժեք արտեֆակտներ, այդ թվում Մարի Ամելիե թագուհու թագն ու վզնոցը, կայսրուհի Մարի Լուիզայի շղթան ու երկնագույն մարգարտաշատ զարդերը, ինչպես նաև կայսրուհի Եվգենիայի ականակուր ապարոշն ու արքայական արարողակարգի զարդեր։ Ըստ Ֆրանսիայի մշակույթի նախարարության գողացված զարդերի ընդհանուր արժեքը կարող է կազմել տասնյակ միլիոնավոր եվրոներ։ Լուվրի ղեկավարությունը նախկինում դեռևս 2 տարի առաջ մտահոգություն էր հայտնել թանգարանի անվտանգության մակարդակի վերաբերյալ։ Նրանք դիմել էին ոստիկանապետին, խնդրելով գնահատել անվտանգության ռիսկերը, քանի որ ժամանակի ընթացքում վտանգները փոխվել են եւ հանցագործներն ավելի պրոֆեսիոնալ են դարձել։ Գողությունից հետո հանցագործները մոտոցիկլետներով փախուստի են դիմել ու թաքնվել։ Իսկ կայսրուհի Եվգենիայի ականակուր թագը, որը վնասվել էր փախուստի ճանապարհին, գտնվել է թանգարանի մոտակայքում։ Միլիոնավոր զբոսաշրջիկների համար, որոնք Ֆրանսիային ժամանել Լուվրը տեսնելու երազանքով, այսօրը դարձավ հիասթափություն։ Թանգարանը փակվել է բացառիկ հանգամանքներից ելնելով, իսկ այցելուներն անհապաղ տարհանվել են։ Մենք զբոսնում էինք Փարիզում եւ քույրս լինելով արվեստի սիրահար շտապում էր Լուվր։ Սակայն երբ հասանք, տեսանք, որ ամեն ինչ փակ է, տարածքը շրջափակված է ոստիկանության շղթայով։ Լրագրողներից իմացանք, որ Լուվրից զարդեր են գողացել, այդ պատճառով չկարողացանք ներս մտնել։ Դա իսկապես մեծ շոկ էր, քանի որ մենք պատրաստվում էինք այցելել Լուվր, բայց մեզ թույլ չտրվեց մուտք գործել։ Մենք հենց նոր պատրաստվում էինք մտնել Մոնալիզայի դահլիճ, երբ մեզ արագորեն դուրս հանեցին պատկերասրահից եւ իջեցրին թևավոր Նիկեի հայտնի արձան մոտով։ Մեզ ուղղորդում էին դեպի ելք եւ միայն հետո հասկացանք, որ տարհանում են ողջ թանգարանը։ Պահակին հարցրինք, իսկ նա ասաց, թե տեխնիկական դժվարություններ ունենք։ Լուվրից նոր հափշտակությունը ոչ միայն հանցագործություն է, այլև մշակութային համակարգի ցավալի ձախողում։ Թանգարանի պատմությունը լի է նման դրվագներով։ 1911-ին Մոնալիզայի գողությունը, 1976-ին Կարլոս 10-րդ թագավորի դաշույնը, որը մինչև օրս չի գտնվել։ Հատկապես Դա Վինչիի խորհրդավոր ժպտացող կնոջ նկարն է բազմաթիվ փորձությունների ենթարկվել, աղաթթվով, ներկով, բաժակով, նույնիսկ տորթով հարձակման, եւ այդ ժամանակներից թաքցվել է զրահապատ ապակու հետևում։ 1988-ին հափշտակվեց Ժան-Պատիստ Կամիլ Կորոյի արժեքավոր կտավը, որը երկար ժամանակ համարվում էր Լուվրի վերջին մեծ գողությունը, եւ ահա գրեթե 4 տասնամյակ անց պատմությունը կրկնվում է։ Այս նոր դեպքը հարված է ոչ միայն Ֆրանսիային, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, ահազանգելով, որ եթե Լուվրը կարող է թալանվել, ապա ոչ ոք պաշտպանված չէ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Վերադառնանք Հայաստան, անցած մեկ շաբաթում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 513 դեպք, որից 189 արտակարգ։ Մասնավորապես, հրդեհի 113, փլուզման պայթյունի, դիակի հայտնաբերման, ջրահեղձման մեկական, ինքնասպանության փորձի 12, թունավորման 10, հրդեհի կեղծ կանչի 18 եւ այլ դեպքեր։ Այդ ընթացքում զոհվել է 12 մարդ, փրկվել 4-ը։ Ռեանիմանիա, անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը արդեն 17-րդ անգամ վերադառնում է Երևան։ Ռեանիմանիան Հայաստան է բերել Արքեյնի աշխարհահռչակ հեռուստասերիալի հեղինակներին, Netflix-ի ներկայացուցիչներին, Մինիոններ մուլտֆիլմի պատկերաշարի հեղինակին և այլ միջազգային արտիստների ու իլյուստրատորների։ Ասում են անիմացիան իրականությունը փոխելու արվեստն է, ընդհանրապես թղթի, մատիտի եւ անսահման երևակայության միջոցով։ Այսօրվանից Երևանը մեկ շաբաթով վերածվում է հենց այդ երևակայության համաշխարհային մայրաքաղաքի։ Սկսվում է Ռեանիմանիան։ Reanimation կամ վերակենդանացում փառատոնի անունը արդեն հուշում է նպատակը։ Նոր շունչ տալ հայկական անիմացիային եւ վերակենդանացնել այն։ Փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին ասում է, Reanimanիան ամեն ինչ անում է, որ մեր երիտասարդները հետաքրքրվեն անիմացիայով։ Միջազգային լավագույն անիմացիոն ֆիլմերը, որ 2024-25 թվականներին արտադրված են, երկրորդ սպասվում է մարքեթինգի, Market of Animation-ի մարանի ընդլայնումը եւ կարևորագույն մեծագույն պրոդյուսերների ներկայությունը Հայաստանում, որտեղ լսելու են ազգային նախագծերի եւ համարտադրության ավելի մեծ հնարավորություններ ստեղծվելու։ Փառատոնի մարանի կոչվող հարթակը կամ անիմացիաների շուկան, որ ստեղծված է ոլորտի առաջատարների եւ սիրահարների համար, հնարավորություն է տալիս հանդիպել մեկ հարթակում։ Այս համարտադրությունների արդյունքում տվյալ նախագիծը հնարավորություն է ունենում ոչ միայն ֆինանսավորում ստանալ հայկական, օրինակ, կինոյի հիմնադրամից, այլև այն երկրի ներկայացուցիչ հիմնադրամներից, որոնց հետ համարտադրություն կա։ Այսինքն նոր հորիզոններ են բացվում հայկական ֆիլմերի արտադրության համար։
Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն ասում է, այս տարի հայ անիմատորները լավ արդյունքներ են գրանցել, բայց կարիք կա, որ երիտասարդները ավելի շատ իմանան, ինչ հնարավորություններ կան անիմացիոն աշխարհում։ Արտադրողները, ստեղծողները տեղեկանան դրսի հնարավորություններից, միջազգային հնարավորություններից եւ սկսած մեր ինստիտուտից, Երևանի Պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտից, կարծում եմ պետք է ուսանողները այդ հնարավորությունների մասին քաջատեղյակ լինեն։ Ռեանիմանյան Հայաստանը բերել Netflix-ի ներկայացուցիչներին Մինիոններ մուլտֆիլմի պատկերաշարի հայազգի հեղինակին, իտալացի կոմիքս արտիստ Լորենցո Մատոտիին։ Առաջին անգամ Հայաստանում է նաև լիբանանահայ իլյուստրատոր Շարլ Բերբերյանը, ում արևելյան կրթություն գիրքը լույս կտեսնի շուտով։ I no longer have my parents and my older brother. Ծնողներս ու ավագ եղբայրս էլ չկան։ Այս գիրքը օգնեց ինձ, որ ես կատարսիս, հոգեկան մաքրում ապրեմ։ Ես իմ պատմությունը ուզում եմ փոխանցել թորանս։ Չէի ուզում կրկնել տատիկիս ու պապիկիս սխալը։ Ես նրանց մասին շատ քիչ բան գիտեմ։ Արքեյնի աշխարհահռչակ հեռուստասերիալի հեղինակները նույնպես Հայաստանում են։ Իլյուստրատորները պատմում են, թե ինչպես է ծնվել Արքեյնը։ We were looking to concept art books. Մենք ուսումնասիրում էինք կինոյի կոնցեպտուալ արվեստի գրքերը։ Մեր գաղափարն էր այդ արվեստը կենդանացնել, գտնել նոր ձև պատմելու պատմությունը։ Եվ մենք առաջիններն էինք, որ փորձեցինք միավորել 2 դեն եւ 3 դեն։ Երիտասարդները կարող են ճանաչել իրենց այս նախագծում։ Կարծում եմ Արքեյնը անդրադառնում է թեմաների, որոնք սովորաբար նման սերիալներում չեն օգտագործվում։ Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 25-ը ցուցադրվելու են մրցանակակիր անիմացիոն ֆիլմեր, լինելու են վարպետաց դասեր, ցուցահանդեսներ, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներ եւ այլն։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ Եվ վերջում եղանակի մասին Հանրապետությունում հոկտեմբերի 21-ից 24-ը սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 2-ից 3 աստիճանով, հոկտեմբերի 22-ից 3-ը նույնքան կբարձրանա։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Բարի օր բոլորիդ։